Բարև ձեզ հայեր ջան։ Ես եկել եմ Ծիծեռնակաբերդ։ Ուզում եմ, քանի որ ապրիլի 24-ի վիդեոները նայելուց, այնտեղ երևում էր, որ վերանորոգում չի կատարվել կամ կատարվել է տեղ-տեղ։ Եկել եմ մի հատ նայեմ, ինչա կատարվում։ Ահա։ Հիմա նայեք հայեր ջան։ Տեսնում եք քարերի շարունակություն վերևում տուֆի գույն է, ահա, տուֆի գույն է, բոլորին սենց տուֆի գույն է, այսենց նայեք, այսինքն վերևի գիծը, մնացել է ոնց որ կա ժողովուրդ ջան, ահա, վերևի գիծը, տուֆը ոնց որ կա, տեսնում եք, մի քիչ սենց փոքրացնեմ, վերևի գիծը, հիմա նայեք գետինը սենց տարբերվում է, որտեղ է եղել, եսա նայեք, սաղ մաքուր է, այստեղ ինչ-որ, այստեղ երևի խարաջոներն է հետրած, տեսնում եք, այստեղ գործ են արել, հայեր ջան, այսքան տեղ, նայեք, որ սպիտակ, ես ցեմենտի բանի տեղ, տեսնում եք, ոնց է տարբերվում, այսենց օքշի տարբերվում է, այստեղ, ես, տարբերվում է, ես, ստեղ, այսքան տեղը ցեխի բանի տեղն է եղել, որ երևի խարաջո են դրել, մնացածը սաղ ոնց եղել է, ես, երևում է, տակ, գնացինք առաջ,եսա, ստեղ, նայեք, լրիվ, գեղեցիկ կլատկա է, մեջները, նայեք, շովեր չկա, շատ սենց առանց շովերի, ահա, հիմա ստեղ, նայեք, երևում է հին քարերը, ահա, նայեք, սաղ ճակած, մակած, ոնց որ եղել է, ահա, ոնց եղել է ժողովուրդ ջան, սաղ հինություն, ճակերը նայեք, քարերի, ահա, տակ, այստեղ արդեն վրոդի, նայեք, կեսը սերի է, կեսը տուֆ է, նայեք, ահա, ինձ թվում է, այսենց, նայեք, ես քարերը նոր են, ես քարերը նոր են, իսկ ենի տեսնում եք այգունները, տուֆն է մեր հին, ահա, հին տուֆն է, տեսակ, վերջի քարերը, երանգյունները, հին տուֆն է, այստեղով ցույց տամ, ասա, տեսեք, որ հասկանաք, եսի փոխածն է, եսի հին տուֆն է, այսենց, նայք, հին տուֆը մնացել է, սենց գործ տեսել եք ընդհանրապես, ենա ճակած քարերը, նայք, հին, նայք, եսի ներսը հիմա, նայք, սաղ ճակած քարեր, հին, եսի ներկևն է, նայք, 1000 տարվա, եսի ներկևի հատվածն է ժողովուրդ, սենց կայնեմ ես, եսա, նայք, եսի աստիճաններն է, որ իջնում ես, եսի, եսա, նայեք, ահա, նայեք, սաղ, կարամ դաժը սենց մոդիկի ցույց տամ, քանի շեր, ահա, բորպզնած, թափված քարեր են, տակ, ահա, նայեք, այս անձրևների, ոնց դարերով
տասնյակ տարիներով ավելի ճիշտ, ոնց եղել է, ահա, նայեք, սա ուշադիր նայեք։ Նայեք, տեսնում եք, էսի տուֆն է։ Այս հենց այգունային ցույց տամ, որ դուք հասկանաք։ Ահա, այս այգունները ու միջինը, ահա, նույն հին տուֆն է, ժողովուրդ ջան։ Նույն ասան, ստեղ էլ ցույց տամ, նայեք, նայեք։ Я не поняла, здесь чему смеются? Здесь чему смеются? Это не место для развлечения. Понятно? Серьезно? Геноцид людей слишком серьезно воспринимают? А ты сюда пришла зачем? Смеяться? И я слишком серьезно воспринимаю это? Ты кто? Ты человек? Я слишком серьезно воспринимаю, что 20 миллионов армян были уничтожены. Вы просто подходите и спрашиваете меня. Я должна подходить, спрашивать тебя, зачем ты спускаешься сюда и смеешься? И ты еще мне предъявляешь обвинение, что я не так понимаю, что ты не над тем смеешься, иди развлекаться в другие места. Ты кто по национальности? Человек вообще или кто? Зачем ты с ней вообще ходишь? Завтра она тебя вот так засунет в могилу и будет смеяться на твоих костях. Еще любовника приведет на твои кости. Вот чтоб ты знал, с кем ты водишься. Смешно очень. Ходят здесь всякие. Ես ժողովուրդ նայեք, շարունակեմ։ Видимо, нужно, чтобы тебя вырезали, чтобы ты поняла, что это такое. Նայեք հին քարեր են ստեղ, նայեք, սա հեսա ցույց եմ տալիս, այս են ճակած, ժողովուրդ ջան, ջարդած, այս են։ Նայեք, էսի տուֆն է, նայեք, ես պատերը հին են, ահա, այնի արդեն, ենդեղ սիարիները տեսնում եք, ավելացրած է, էսա նայեք, լրիվ հին վիճակը, լրիվ հին վիճակը, ժողովուրդ ջան, նայեք սա, այս, նայեք, ահա, նայեք ինտեղ, էսա, այս են ցույց տամ, տեսնեք, էսի ինչի նոր գործ է, այս են, տեսակ, տեսակ, ժողովուրդ ջան, ես էլ գետինը ցույց տամ, որ տեսնեք, էսա, սա, նայեք, էսի գետինն է ժողովուրդ ջան, գետին, էսի սաղ, այս ենք, ոնց եղել է, ժողովուրդ ջան, հետենց էլ կա, ոչ մի բան ստեղ, նայեք ես կարերը գետնի, նայեք, ահա, ստեղ երկատի մաս կա, տեսնում եք, ահա, ոչ մի բան էլ չկա, նայեք, սաղ հին քարեր են, ոչ մի գործողություն ստեղ տեղի չունեցել, պարզա չէ, ժողովուրդ ջան, так, Աստված, բոլորի հոգիները թող լուսավորվեն, ուշ տամեզի, ամեղ զոյերի, վրեժխնդիրը լուծենք հայեր ջան, մեր սուրբ նահատակների և պապերի և մեր երեխեքների։ Ես ուզում եմ
ուղղակի հենց են չեմ եք էստեղ, հայր ջան, տակ, հենց են չեմ եք էստեղ, տակ, էսի, այք, կարկտան, չգիտեմ ես ճիշտ ասած, այս ինչ զալիվկա յա, ինչա, ես էսի գլուխ չեմ հանում շինարարները կասեն էս ինչա, բայց նայեք հին ասա, նայեք հինան, էսա, տեսակ, հին կարերը, տակ, ժողովուրդ ջան, ոչ մի բան ստեղ էսի գեդիննա, շուտվա սարկած, էսա, ոչ մի փոփոխություն ստեղ անգամ գեդնի վրա չկա, էսա ժողովուրդ ջան, սա 5 լատկայա, էսա նայեք, անցած տարվա խոդերը, բաները, էսա, սա հինա ժողովուրդ, հինա, ուզում եմ նայեք վերևի հատվածը, սենց տուֆ առանցնանում, էսի նայեք շովեր ունի, էսի հիննա, նայեք շովեր ունի, ժողովուրդ ջան, ոչ մի բան էլ չի փոխվել, նայեք հին, տեսնում եք, հին, սաղ քարեր են, ժողովուրդ ջան, էսի, էսի է տուֆնա, մեր, տակ, էսի տեսնում եք, է սաղ հինա, էսա, այսենց պտտվում եմ, ժողովուրդ ջան, էսա պտտվում եմ, նայեք, սա հին պատեր են ժողովուրդ ջան, բորպզնած ջրերը, բան եղած, սա հին քարեր են, էսա նայեք ճակերը քարերի, էսա նայեք գետիննա, ու սկսվում է էս բանը, արդեն, սյունը, նայեք սաղ ճարտած, ճակած, նայեք սաղ ճարտած, ճակած, ձեզ ցույց տամ, ճարտած, ճակած քարեր, էսա տեսնում եք, ստեղ ոչ մի փոփոխություն, ժողովուրդ ջան, էս նայեք ճարտած, ճակած քարեր, տեսեք, էսա սյուննա, նայեք, ճարտած, ճակած քարեր, էսա ես էլ ես կողմը թեքվեմ, նայեք, սաղ ճարտած, ճակած քարեր են, տեսակ, սաղ քարեր են, տակ, նայեք, սաղ շովերով, տեսնում եք, սաղ հին է ժողովուրդ ջան, սաղ հին, 1000 տարվա մեր ձերի ձեռքերով սարկած, էսա նայեք, սաղ հին սարկած, ես չգիտեմ այդ շովերը, նայեք ճակած քարերը, տեսակ ճակած սաղ հին քարեր են, կամ հասնեմ ես այգյունը, նայեք ժողովուրդ ջան, հատուկ եկել եմ սրա համար, տեսնեք, հələ են քարը վաբշե, նայեք, տեղից վաբշե տեղաշարժ եղած, էսա նայեք, տեսնում եք, այս քարը վաբշե տեղաշարժ եղած, աստված չդա, մեկի գլխին չընկնի, էսա, այսենց, նայեք, ճակած սաղ քարեր են, էսա, տեսակ, սաղ ճակած քարեր են, ժողովուրդ ջան, հայր ջան, էս սաղ ճակած քարեր են, նայեք, սաղ հինա, սաղ հին վիճակա, ոչ մի բան, նայեք են քարերը սաղ, ձեզ խապում են, որ հիմա նպատակը կասեմ սուտը ինչի համար էր,
նայեք, սա այստեղ արդեն նայեք, այստեղ, տեսա՞ք, այստեղ գործողություն է տեղի ունեցել, ահա, նայեք այս կան տեղը, այս սերի քարերը, որ բերել են, այս կան տեղը, տեսա՞ք, այս սերի քարերն են, նոր քարեր են, ուստեղ երևում է, որ գործողություն է տեղի ունեցել, որ մեզի ցույց են տալիս խառաջոյով բանով, ահա, այս կան տեղն է, գործողություն եղել, այս միսյունի, այս միսյունն է, ժողովուրդ ջան, այս միսյունն է փոխվել, так, այսինքն դրսի հատվածը ու էսա, նայեք, ինչ կանեն փոխել, էսա, նայեք, որ սյունը, ահա, մեջից տեսնում եք, են էլ 5 քարերն են, ահա, հետաքրքիր է այս, ահա, այս կան տեղը, նայեք, էսա, բանի տեղերն է, որ այս էլ քարերը ջարտած, գետնի վրի, նայեք, ժողովուրդ ջան, այս էլ գետնի քարերն են, սաղ ջարտած, մի բամ էլ երևի հուն կսարկելու տեղ աչքն են հանե, էսի երկրորդ սյունն է, ահա, так, էսի երրորդ սյունն է, ուր որ գետինը կեղտոտ է, ժողովուրդ ջան, ցեմենտոտ բետոնով դա, ահա, այս 3 սյունն է փոխված, ժողովուրդ ջան, ահա, ուրեմն գալուց նպատակը որն է, ախ, ես էլ ցույց տամ ասեմ իմանաք, այս սյունը 44 մետր է, 44 մետր է, վերևից երբ որ նայում ենք այս, այսինքն խոնարհված, որպես մենք խոնարհվում ենք մեր զոհերի հիշատակին, այս վերևից որ նայում եք, ժողովուրդ ջան, նորից կլոր աչք է ստացվում, այս էլ անգամ այս կրակը, որ նայում եք վերևից, աչք է դառնում, դաժե միջին փոքր օղակը, ոնց որ վազվզի, խաղա, так, 44 մետր է սյունը, գիտեք, 44 օր մեր պատերազմը, 44 օր մեր պատերազմը, Վատիկանի տարածքը ուղիղ 44 հեկտար է, 44-ը ջվուտների սիմվոլիչեսկի թիվն է, նայեք, ստեղ ոչ մի բան, ոչ գետին է փոխված, ժողովուրդ ջան, նայեք, սա հին հնություն է, ճակած քարեր, էսա, տեսնում եք սա, սա ձեր աչքի առաջն է, ստեղ ոչ մի գործողություն բացի են 3 սյունից, ոչ մի գործողություն տեղի չի ունեցել, հիմա, ինչի համար այս 3 սյունի ու տեսնում էին, որ 3 սյունն է փոխվում, ինչի համար ամբողջ քաղաքական դաշտը մտնում էր ինտերնետ, պոստեր էին գրում, ամբողջ մամուլը, մեզ կանչում են երեխեխար, գայինք հասնենք ստեղ, այդ 3 պատը սդից, սա պատճառ էին ստեղծում, ժողովուրդ ջան, պատճառ էին ստեղծում, որ մեզ բերեն ազգովի հասցնեն ստեղ, որ մեզ տրակցնեն ու սկսեն քաղաքական պատերազմ, իրականությամբ ոչ թե քաղաքական պատերազմ, այլ քաղաքական պատերազմի տպավորության տակ մեզ փորձում են անել Սումգայիթ, ժողովուրդ ջան, Սումգայիթ, Կիրավապատ, Գետաշեն, Մարագա, Բաքու, 1915 թվի որը ասեմ, հայեր ջան, որը ասեմ, ուրեմն, մենք հայերովս արագ ձևով մտանք լայվ, զգուշացրինք մեր հայերին պրովոկացիային չենտարկվենք, որովհետև Ուկրաինայում բոլոր տեղերում արդեն արել էին իրանք, հավաքում էին ինչ-որ միջոցառման պատճառով ու տրակցնում էին մենց քանակությամբ մարդկանց և զոհ էին տալիս մարդկանց և
իրանց գավախքն էին հավաքում բացասական էներգիայով, մարդկանց տանջամահի էներգիայով, նամանավանդ երեխեքների դաժան մահով, իրանց այդ տանջամահ լինելու էներգիայով իրանք սնվում են, հաճույք են ստանում, այն որ Նիկոլն ասել էր, սիրտս հովացավ, ոստիկան են սպանել, լսեք ոստիկաններ, հայեր, լսեք, ուշադիր լսեք ինձի, հա, կանչում էին, որ տրակցնեն, պրովոկացիա ստեղծեին, սկսեին ջարդ, ինչ որ իրանց մոտ չի ստացվում, Պարիս Հերունին, մեր մենձն Պարիս Հերունին ասել է, որ հայոց պատմության մեջ ում են ինչ կարողացել են ստեղծեն անեն մեր գլխին, մենք ամեն ինչ տեսել ենք, բայց մի բան չեն կարողանում մեր գլխին սարքել, հայոց պատմության մեջ չի եղել ու երբեք չի լինի քաղաքացիական պատերազմ։ Հարունով մենք հարազատ ենք, թե հարազատ չենք, հայը հային, հոգով հարազատ ժողովուրդ ջան։ Այդ աստվածային կապը հարազատի իրանք չեն կարողանում հաղթահարել, այդ որ հիմա լրպծած ման են գալիս, հենց դրանից են լրպնում, որ քանի փորձ են անում, այդ որ գոռում էր հլաչոտ տվեք, ինչի է Արցախցին սաղ, այդ քոչ մոչ ինչ որ Սերժիկ մերժիկ շեշտում էր, դա քող էր, Սերդը կայնում էր, գոռում էր Արցախի ակցենտով, որ կոդորումա չենք ավարտվում, նպատակը էս է ժողովուրդ ջան, կատաղում են մեր հարազատ իրար լինելուն, այո, այն որ արտասահմանում գնում եմ, հանկարծ հայերեն լսում եմ, ինձնից անկախ սենց թեքվում եմ, ասում եմ հայեք, քեզնից անկախ դու հարազատ ես, հիմա ուրիշ մի բան էլ կա, ուրեմն տեսել եք, ջվուդի ստեղի ռավինա, ես պոստերել եմ գրել, լայվերով եմ խոսած է, ոչինչ ընգերա, ֆեյսբուկով, ոչ մեսենջերով, կարողացել են այնենց անել, որ մտել էր իմ էջ, ժողովուրդ ջան, իմ մեսենջերի մեջ, ստեղի ջվուդների ռավինը նստած էր իմ էջում, ասի հլը սպասի միջև մաման լացացնեմ, մտնեմ տեսնեմ ինչով է շնչում, ուրեմն, նկարներ էր դրած, որ Բրիտ Միլա են արել, սյուննետ, թլպատել են իրանց լամուկին և այնտեղ են վան հերուստալիքի, են որ վերջերս էլ տեսակ չեչենները իրանց ոչ աղջիկած, սենց ասեմ հրաժարված, որովհետև այլասերվածների ճանապարհներ բռնե, եկել էր ստեղ կայֆերի, սարկեցին, որ փախելա ատնասիլը, հա, տեսակ, Շուշան Արևշատյանը կաբուտ մազերով այդ զիբիլներին հավաքել էր, գնացել են իմիջայլոց այդ գերեզմանը պետք է հասկանանք ինչ գերեզմանոց է, երևի այլասերվածների գերեզմանոց է, ասում են անտերների գերեզմանոց է, հա, աչք իրանց պաղել էր, անտերներին թաղեն, այլասերվածների գերեզմանոցն է, երևի տարան թաղեցին, այդ Շուշան Արևշատյանը, այդ Երևանի, Հայաստանի, Ռավինի պոստի տակ, որ երեխա են աչկալուսանք էր տալիս, որ 30 տարի անց, 35 տարի անց, Երևանում վերջապես Հայաստանում հրյա երեխու, ջվուդ երեխու Բրիտ Միլա են արել, սյուննատ են արել, ու այդ Շուշանիկ Արևշատյանը իրանց այդ ջվուդ շան լեզվով, ինչ էր, մազատոլա էր, ինչ զայրում արել, գրել էր, որ շնորհավոր, այսինքն հարց առաջանում, գրում են, որ 30-35 տարվա մեջ, են որ չեն արել, վերջապես արդեն արեցին, այսինքն պետք է ֆիքսենք, որ միջև էլ են արել, սովետի ժամանակ, փաստորեն արել են, ասում է 35 տարվա կամ 30 տարվա ընդմիջումից հետո, վերջապես Հայաստանում, Երևանում ջվուդների Բրիտ Միլան են կատարել,
այսինքն սյուննատ ու թլպատելը, ուրեմն հարց է առաջանում։ Փաստորեն սովետի ժամանակ իրանք դրանով ստեղ զբաղվել են, ջհուդները փաստացի իրանց ջհուդական կյանքով ստեղ լավ էլ ապրել են։ Հիմա հարց է առաջանում։ Եթե 800,000 ջհուդ ունենք ստեղ Հայաստանում, իհարկե կարող է պատահի հավատանք, որ 35 տարի իրանք չեն թլպատվել։ Իհարկե ոչ չենք հավատա։ Ուրեմն որտեղ են իրանց թլպատվածության հարցը լուծել, ժողովուրդ, հարց է առաջանում։ Դուք հիշում եք ազգային ժողովի շենքի դեմ, որ ես խոսացել եմ, երբ որ անկլավների, իբր թե անկլավների Ադրբեջան Հայաստանի տարածքում անկլավ ունի, այդ հողերի հարցը դրվեց ցույցի ելանք, պարզվեց հերթական խաղեր են խաղում, հա, Չախալյանին ասում էի տուր խոսամ, ասում է, մենք ցույց ենք, ասում եմ տուր կոնկրետ խոսամ, ես բակվեց եմ, մենք տուն ու տեղ հողեր ենք հայությունով թողել են դեղ, 7 անգամ ավել, քան իրանք եղել են, ինչ անկլավների մասին է խոսք, կամ, եթե դա թուրքի հող ելներ, իրանք ինչի իրանց հողերից կփախնեն, մենք պիտի ցույց տանք աշխարհին, որ մենք դեմ ենք, էս էր իրանց պայքարը, մեզի իրականությամբ ցույց էին տալիս, որ իբր թե պայքար է գնում, հայն էլ նստեր թախտին, սպասեր բախտին։ Բախտ իրանց չբերեց։ Աստծու ռազվետչիկնեի։ Սաղ պիտի տեսնեի, հասկանայի, ելնեի բոլոլան հանեմ ժողովուրդ ջան։ Հիմա խոսացել եմ Քորլևոնի մասին, որ Սարի գդոշին սև ակրավի նման մենակով այդ շենքը սարկել է, դանդաղ մահով սատկում այդտեղ, դա Աստված սատկած արդեն եղածելնի։ Նստած է այդտեղ ու նայում է մեր Ծիծեռնակաբերդի մեմորիալին, հա, ու հաճույք է ստանում։ Հաճույք է ստանում ջհուդներով, որ հայերի դժոխքի են ենթարկել, մեր հայ ազգին, մեր պապերին, մեր տղեկներին, մեր աղբերներին, մեր երեխեքներին ամեն անգամ ենթարկում են տանջամահության, դժոխքի եւ այդ գավախկով, բացասական էներգիայով, իրանց զոհի բացասական էներգիայով իրանք հագենում են։ Հարց է առաջանում, որտեղ են իրանք այդ 30-35 տարի իրանց բրիթմիլան արել, երկրորդը ամենակարևորը, երբ որ բացեցին առաջի ռեյսը Իսրայելի սամալյոտները թռան եկան Հայաստան, բոլորից հիշում եք Պեմզաշենի դաժան սպանությունը մորն ու երկու փոքր որդիներին։ Հետաքրքիր ձևով Իսրայելից, որ սամալյոտը եկել ու այդ սպանությունը տարօրինակ ձևով, մեղմ ասենք, համընկել է, այս ինչ հետաքրքիր պատահականություններ, թե նպատակ էր, ժողովուրդ ջան, այս ինչ պատահականությունն է կամ նպատակ է, Իսրայելից, որ եկել են Ծիծեռնակաբերդի թանգարան, հենց սամալյոտից իջել են ու եկել են անմիջապես, եկել են Ծիծեռնակաբերդի թանգարան, սա ինչ պատահականություն է կամ նպատակ, ովքեր եկան, ինչի եկան, սիրտ իրանց ցավում էր, Իսրայելը պաշտոնական 3 տարի առաջ Քնեսետում, արտաքին գործերի նախարար, ոչ թե ինչ-որ պատահական մեկը, արտաքին գործերի նախարարն Իսրայելին պաշտոնական հայտարարել է, որ Իսրայելը հետևողական է Հայաստանը ոչնչացնելու գործում։ Ովքեր եկան Իսրայելից, ինչի եկան Ծիծեռնակաբերդի թանգարան ու ինչով էին զբաղվում թանգարանում։
Ոնց եղավ, որ Պեմզաշենում 3 հոգի սպանեցին, մի կատիլ արուն, դոգը որ ձեզ խապում էր, որ երկու աղբերով մեկը սպանում էր, մեկը բռնաբարում էր, քուրը սախ լվանում էր, ու մի հատ դանակ, չգիտեմ ինչ, հետքերով գնացին, բոտասի նայք գրած, այդ գծի վրա լուցկու չապի, գլխի չապով գդան հարունը, հետքը, ամբողջ Պեմզաշենում, այդ եզդու կոշիգի վրա, բա այս ինչ գործ ենք անում, եկա ավետարանը գողացել են 13-րդ դարի, կամերաները դրած գտնել չեն կարա, 3 մարդ սպանեցին, մի կատիլ արուն չկա, ամբողջ Պեմզաշենի, որևէ մեկի կոշիգի, տան միջի կոշիկ արտեն տունը դրած, այս ինչ կամերաներ էր, այս ինչ քնչագան ունենք, որ հոդը սենց քաշեցին, որ այնտեղ բոտասի վրա, այդ նայք կարմի սպիտակ գծի վրա լուցկու չապով կարմիր արնան հետ կա մնացե։ Ու գնում են այդ հետքերով, գտնում են, որ այդ երկու քուրդ են, ինչ են իբր թե իրանք բռնաբարում էին, սպանում էին, քուրը մաքրում լվանում էր, ենենցա դասավորել, այնտեղ մարդ են սպանում, բռնաբարում են, քուրը ենենցա լվացրել, ոնց որ տան մայրը տունը ակուրատնի դասավորեց, ամեն ինչ տեղը տեղին դրեց, երեխեքներին առավ ծոցը ու քնավ։ Այդ հենց տուն էր մաքրել։ Երբ որ աղբերները սպանում ու բռնաբարում են, հասկանում եք, տունը մաքրվել էր, դասավորվել էր, ոնց որ մերը իսկական հայուի իրիգուն իրան տունը մաքրում դասավորում, առնում երեխեքներին քնում է, որ առավոտ ելնի տունը մաքուր լինի, կարգին լինի, կարգ ու կանոն լինի, թափթփվածություն չլինի, այս ինչ սպանություն էր սենց կարգ ու կանոնով։ Երբ որ հայերովս էլանք այդ լայվը արեցինք, մեկի տեղ 2 անգամ, բոլոր ուղիղ կապի վիդեոները սա համեմատելով, բոլոր ուլիկաներով, ապացույցելով, ոնց կարա տան մեջ, որ 3 մարդ է սպանվել, գլխավոր ոստիկանապետը գա ու տան ռուչկին, մուտքի ռուչկեն այսենց բռնի, որ դուռը բացի։ Դա հասարակ ոստիկանը, հասարակ իրավաբանը գիտի, որ եթե տարածքում տեղի ունեցել գողություն, ես արդեն չեմ խոսում սպանություն, ոչ մեկը իրավունք չունի ոչ մի բանին կպնել, մինչև քննությունը բոլոր մատնահետքերը չվերցնի, չնկարի, ոստիկանապետը գալիս է, ռուչկեն սենց բռնում է, որովհետև ուղեղի մեջ գիտի, որ ինքը սաղ գիտի, ինքը գիտի ժողովուրդը, ով արել, ինչի համար արել, ոնց որ գրեցին, որ Ալեն Սիմոնյանը մինչև 12 տարեկան երեխեքներին գողանում է, 5-10 հազար դոլարով ծախում է իրան հաճախորդներին և իրան էլ է վերցնում ու այդ գործի մեջ բարձր աստիճանի պաշտոնավորներն են խառնված, իրանք էլ են զբաղվում դրանով ու այդ երեխեքներին տանում են немного не мало, են կառավարական ախրանայով, ԱԱԾ-ի ախրանայով, որ ոչ մեկի մտքով չանցնի, ով են, ինչ են, ուր են գնում, ինչի համար են գնում, այսինքն ԱԱԾ-ն զբաղված է հանցագործություններով, օգնում է հանցագործներին, պետական ղեկավարներին, երկրի ղեկավարներին զբաղվեն հանցագործությունով, թաքցնում է այդ հանցագործությունը քիչ է, նաև իրանք մասնագիծ են, օգնում են այդ հանցագործությանը։ Ով ասեց, որ Պեմզաշենի մորն ու կնոջը, մորն ու երեխեքներին չեն բերել
ծիծեռնակաբերդ, թանգարան, ռիտուալ արել։ Դուք հիշում եք Նիկոլի գրքի մեջ գրած 12 տարեկան աղջիկ, կիսակողքի պարկած, ոտը ծալած, ոնց այն կուզեցե բռնաբարել է դարձանը։ Բա այդ դիակները, որ տնից հանում էին, աղջիկա մարմինը կողի պարկած էր, ոտը ծալած էր։ Կարող է, մարդ եմ, մտածում եմ, գլուխը տրվել է, որ մարդը մտածի։ Ենքան բաներ է տեղի ունենում ժողովուրդ ջան, մենակ հիմարը կարա չտեսնի, չնկատի, կամ էգոիստը չուզենա լսի եւ մտածի։ Կարող է Նիկոլին պարգևադրում արեցին Արցախը հայաթափանելու համար, Արցախը թուրքերին, ազերներին, ջվուդներին, քրդերին, քանի որ նույն լամուկն են ջվուդական, ստեղի թուրքա լամուկներով հանցնեցին, իրանց պարգևադրում արեցին, Նիկոլի ուզած արձանը բռնաբարել, կենտանի երեխու մարմինով սառցրեցին, տվին Նիկոլը իրան հաճույքը ապրավ։ Մարդ եմ, մտածում է, շատ էր ուզում բռնաբարել արձանը։ Հիմա 35 տարի սրանք ուր են իրանց սինագոգան գործել եւ ռիտուալներն արել։ Կարող է պատահի, որ խոսացել եմ, որ Ծիծեռնակաբերդի թանգարանի տակ կամ մեր այս Եղեռնու արձանի տակ կամ ամբողջ այս տարածքի տակ ինչ որ բաներ է կատարվում, որ իրանք անընդհատ գավախք ապրեն, հաճույք ապրեն։ Կարող է ինչ որ ստեղ բան կար, ոնց որ Ամերիկայի սինագոգաների տագից բացահայտվավ ու պարզվում է փաստացի բոլոր սինագոգաների տակ դրանք զբաղվում են, ոչ թե գնում են սինագոգա աղոթեն մարդ դառնան, Քրիստոսին խաչեցին 2000 տարի գլուխը պատին են տալիս, հետենց էլ մարդ չդարձան, մնացին նույն գիշատիչը, նույն արունախումը, նույն մարտակերը, նույն մարտասպանը, նույն որը ասեմ, ժողովուրդ ջան, նույն բանձիտը, նույն վանդալը, մարդկանց գերեզմանները հոշոտելով ապրում են։ Վերջ աշխարհում ինչքան վատ բառ կա, դա պարզվում է կարելի է մի բառով ասել ջվուդ։ Կարող է այս մեր արձանի տակ էլ, այս մեր թանգարանի տակ էլ դրանք իրանց բրիթմիլան էին անում եւ ռիտուալներ են անում, ժողովուրդ ջան, չգիտեմ։ Տեսան, որ Ամերիկայում բացահայտվեց ու մարդիկ սկսեցին հասկանալ, որ բոլոր սինագոգաների տակ փաստացի ռիտուալներ են անում, մարդկանց սպանում են, արունը խմում են հիմնական երեխեքների, կարող է եկան ստեղ ձև թափեցին իբր թե շինարարություն են անում։ Տեսակ Էփշտեյնի պատմությունները, որ տոննաներով, ցիստերներով կիսլատա են տարել, որ այդ մարդկանց, որ այդտեղ սպանել են, երեխեքներին դաժան ձևով սպանել են, բռնաբարել են ու սպանել են, այդ ոսկորները իրան կիսլատայով հլզել են, ոչնչացրել են։ Կարող է ստեղ բերեցին տպավորություն, ստեղծեցին, որ շինարարություն է գնում, կամ տագից մաքրեցին տարան, կարող է կիսլատայով բերեցին վառեցին, կարող է բերեցին նորից տագը բետոն լցրեցին, չգիտեմ, ժողովուրդ ջան, մարդ եմ, մտածում եմ, տարօրինակ ու այդքան աղմուկ, այդքան գումար բյուջետից հատկացնել, այսքան կապիկություն անել, այսքան պայքար, այսքան կռիվ, գլխավոր նպատակն էլ կամ հայերին բերել ստեղ
ու մեզ կոտորեն ոչ էլ այդ սինագոգայի պետքերի թաքցնելու խնդիր կառաջանար ժողովուրդ ջան, կամ տեսան, որ չկարողացան մեզ ներքաշեն քաղաքացիական պատերազմի քողի տակ եղերն անեն հայոց հարցը լուծեն պրծնեն ժողովուրդ ջան, ստիպված եղան այս տագը ինչ որ գործողություն արեցին, հետքերը ոչնչացրեցին, Աստված, մեռնեմ զորությանդ, սա մեր Արարատն է, սա մեր Արարատն է, ստեղ Նոյան տապանն է, սա ինչ կանել իրանք հետևը ճղեն ժողովուրդ ջան, մեր հաղթանակը Արարատը պաշտպանում է, իմացեք, մեր Աստվածը արտար բարի մարդկանց հանդեպ սիրով և արտար դաժան է, այո, արտար դաժան է, ասում է չսպանես, սպանում են, միլիոններով են սպանում, միլիարդներով են սպանում, պատրաստվում են բոլորին սպանել, ես գիտեմ, որ մեր Աստվածը դաժան ձևով արտարադատություն է անելու, հավատացեք հայեր, որ սրանց բոլորին մեր մենց հաղթանակը հենց նրանում է կայանում, որ մեզ մեր բնորաններից թրծրեցին սպանելով ու ունեղություններ տալով, Աստված եթե թողեց նպատակ ուներ, մենք աշխարհով մեկ ցվրված ենք, բայց իրանք մտածեցին, որ քամին մեզ աշնանտերևների նման գտանի ու գտանի, ամեն մի հայ մի բանն ա գա Աստծու, ամեն մի հայ Աստծու զավակն ու Աստծու զինվորն է, ամեն մի հայ, լավ լսեք ինձի հայեր, ամեն մի հայ Աստծու բանակն է, աշխարհով մեկ հանել ենք ժողովուրդներին ոտի, եթե առաջ ստեղ սպանում թալանում էին, մարդիկ գլխի էին ընկնում, լարում էին, հաղթում էին մյուս երկրներ, հիմա իրանց ծակ աչքը ամբողջ աշխարհը ուզեց, աշխարհի եղածն էլ ուզեց, ամեն ինչ իրանց տագնա, բոլոր երկրներում տարածվել են կեղտի նման, բոլոր երկրներում բնիկ ժողովուրդներին սպանում են, դե հիմա պատկերացրեք, մեռնեմ Աստծու զորության, մեր սուրբ նահատակները հենց են չի, որ սրբացրել է վեհապարը, մենք բանակ ունենք նաև, մենք որ մեռնում ենք, չենք ասում մեռավ պրծավ, ասում ենք հոգին տվեց Աստծուն, այո մենք վերուստ ունենք բաննակ ժողովուրդ, մենք ունենք սուրբ նահատակների Աստծու բանակը, Գարիկին նշտեն պատահական բարեր չի խոսացե, երբ որ ասելա օ իմ սուրբ հայ ժողովուրդ, ես քու ամենադաժան օրվան գկամ անկամ աներևույթաբար կհասնեմ քո փրկության, պատահական խոսքեր չի ժողովուրդ, վերևն Աստված, մեռնեմ Աստծու զորության, հայեր, Պարգև Սրբազանն ասում է, որ մենք հայկի զավակներն ենք, հապտակ ենք ստացել մեր միամդության պատճառով, պաստորեն, անկեղծության պատճառով, ստոր ոչնչություն չենք, որ հասկանայինք
մարդիկ դարերով ներդրվել են ստորաբար իրանց բոս կնանիքների միջոցով բոլոր ազգերի մեջ ու մտել են տունդ մեջքիցդ խփում են հաց ու ջուր տվողին, թապարողին, թապարականին, հաց ու ջուր տվողին, են որ ասում են մի ոդի տեղ արեց, սա իրանց քաղաքականությունն է, այսենց մի ոդի տեղ անելով երկրորդով ուզում է քացին տա հիմնավորվի գոտան մեջ, Պալեստինան դաժան օրինակ աշխարհի համար, կտոր ժողովուրդ ջան, Պալեստինայի քարտեզը տեսնում եք, կտոր, բեյնի բարերը լսում եք, կտոր, վերջի կտորից սկսելու ենք մեր երկրի վերակայնումը, հայեր ջան, վերջի կտորից սկսելու ենք մեր երկրի, մեր այս փոքր տան մեջ, այս փոքր մեր տունը, մաքրենք կեղտից ու կվերակայնացնենք մեր սուրբ հայոց օջախը, մեր երեխեքը պիտի ապրեն, ազատությունը գիտեք ինչ բառ է, ժողովուրդ, ազատությունը գիտեք ինչ է, քու ճիշտն է, քու ճիշտ ապրելն է, որ ինչ էլ ինձ փորձեցին անել, ոչ մեկը չկարողացավ իմ ազատությանը բռնանալ, իմ ազատության հզորությունը չկարողացան կոտրել, որովհետև ազատությունը քո ճիշտ ապրելն է, եթե չես կարողանում օգուտ տալ գոյնե վնաս մի թուր, դրանով արդեն օգտակար կլնես, իսկ մենք փաստացի գլուխ չենք գովացել, երբ որ ասել ենք, որ մենք ստեղծող ազգ ենք, մենք ստեղծագործ ազգ ենք, ու մենք իրոք լավն ենք, հայեր ջան, ու մենք մեր լավը, մեր Աստծու զորությամբ կպահենք, ես չեմ ասում պարտավորենք, ես գիտեմ, որ կպահենք, վերևն Աստված, բարին Աստծուց, հայեր, հիշեք, որ մենք հայկի զավակներն ենք, Պարգև Սրբազանն ասում է, որ մենք չարասպան ենք, մի վախեցեք այդ բառից, մենք մարդասպան չենք, մենք չարասպան ենք, մենք մարդ չենք սպանում, մենք չարին ենք սպանում, որը սպանել է, սպանում է, ուզում է սպանի, մենք չարասպան ենք ու չարահաղթ ենք, եկել է ժամանակ ապացույցենք իրանց, որ զավթելով ամբողջ աշխարհը, ամբողջ նյութականը աշխարհի, իրանք չկարողացան մեզ հաղթել ու ապացույցենք մեր Աստծու զորությունը, մենք բառի բուն իմաստությամբ մնացել ենք մենք ու մեր Աստված, հաղթանակը մերն է, հայեր ջան, բարին Աստծուց, հաղթանակը մերն է, հայեր ջան, հաղթանակը մեր Աստծուն է, բարին Աստծուց Աստված առաջ, Աստված մեռնեմ զորության։